Հարգելի հետևորդ, շատ լավ հարց եք տվել եւ կցանկանայի բոլորդ լսեիք այս հարցի պատասխանը միջև վերջ, քանի որ սա հաճախ տրվող հարցերից մեկն է եւ ես պատասխանելու եմ ավելի մանրակրկիտ։ Սկալիոզները լինում են ի ծնե եւ ձեռքբերովի։ Ձեռքբերովի սկալիոզները միջև աճման կետերը փակվելը, այո, հնարավոր է անցկացնել լիովին։ Բայց երբ որ աճման կետերը փակվում են, բժշկության մեջ ընդունված է միջև 18 տարեկանը, բայց ես ունեցել եմ պացիենտներ, որ 13-14 տարեկանում արդեն իսկ փակված են եղել աճման կետերը։ Իսկ աճման կետերը փակվելուց հետո վերականգնողական աշխատանքները իրականացվում են, որպեսզի սկալիոզները ավելի չխորանան, քանի որ գիտենք, լինում են առաջին, երկրորդ, երրորդ, մինչև 4-րդ աստիճանի։ Եվ հետագայում իհարկե ունենում ենք բավականին տեսանելի փոփոխություն ըստ մկանների աճման կետերը փակվելուց հետո։ Բայց մինչև աճման կետերը փակվելը, իհարկե մենք ունենում ենք